Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այս օրերին Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչություններ պայմանագրեր են կնքում մեքենաների վերանորոգման կամ ձեռքբերման նպատակով։ Այս անգամ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը 260 միլիոն 465 հազար 768 դրամ է տրամադրել ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների եւ ավտոմեքենաների անիվներ ձեռք բերելու համար։ Փաստինֆոն այս մասին տեղեկանում է պաշտոնական բացաղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։ Պայմանագրեր են կնքվել 3 կապալառուների հետ, այդ թվում պրեմիում մաշիների AM սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Արպանիվ եւ Էլարկո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ։ Արպանիվ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք են բերվել 236 հատ անիվ, որոնց արտադրության տարեթիվը պետք է լինի սկսած 2025 թվականից։ Ապրանքները պետք է լինեն նոր եւ չօգտագործված։ Ինչ վերաբերում է մեքենաների վերանորոգման ծառայություններին, ապա նշենք, որ 2 պայմանագրերն էլ կնքվել են մեկ անձից գնման եղանակով, այսինքն առանց մրցույթի։ Տեղեկանում ենք, որ վերանորոգվելու են Բաստիոն զրահապատ մեքենաներ եւ Տատա Մագնիշի մեքենաներ։ Իդեպ Բաստիոն զրահամեքենաները ֆրանսիական արտադրության մեքենաներ են։ 2023 թվականին 24 նման զրահամեքենա է առաքվել Հայաստան, ինչից հետո եւս 26-ն է առաքվել եւ այսօր արդեն վերանորոգման կարիք ունեն։